Գարշ խոսիլ, քանի որ արդեն շատ բան ասվեցավ այսօր, բայց հարկաժան հարոնտեսման, հարկաժան ձերագուդի անդամ, շնորհակալություն Սեր խոսքի համար, հարկաժան Ֆրանսիայի պատվիրակության բոլոր անդամներ, սիրելի հայրենակիցներ, երբ կխոսենք 110 տարի առաջ եղած դեպքին մասին, մանավանդ երբ հաճախ կխոսենք, ստիպողական է, որ որոշ դեպքություններ ունեն։ Եվ ասպարակային ես կարծեմ գրգությունները վատ չեն, այն իմաստով, որ բոլոր անոնք, ովքեր արդեն դեղյակ են ասեղելությունները, արժե իրեն կալ հիշեն անգամ դարին կոն է մեգրության, գրգության մեջոցավ, և բոլոր անոնք, ովքեր դեղյակ չեն, արժե որ իմանան։ 110 տարի առաջ իրար մե երկու անգախ հավատքի արարքներ տեղի ունեցան։ Հավատքի արարք ասելով ասել գուզեմ արարքներ, որոնք չպահանջեցին արտարացում, չպահանջեցին որևէ տեսակ փաստ։ Այդ արարքները փոխեցին մուսալերան ժողովրդի ճակատագիրը։ Այդ արարքները, որոնք խախտեցին գրամապանության, խոհեմության, իրադեսության բոլոր նորմերը։ Առաջին արարքը կատարեց մուսալերան ժողովուրդը։ Երկրորդը Ֆրանսիայի ծովագալ Լուի Դեֆուրնեն։ Եթե այդ երկու արարքներեն որևէ մեկը բադահայտ չլար, մեզ մեր շատերը այսօր հոսկանքնած չէին ըլլար, գոյություն չէին կունենար, որովհետև մեր բաբերը գոդորված գլային։ Այստեղ հարց կծագի, թե ինչ կար այդ երկու հավատքի արարքներու ետին։ Երբ մուսալերցիկ բարձրացան լեր, չէին գիտեր, որ ֆրանսական ռազմանավը գիշեն պիտի ամիս մի հետ հայտնվեն մինչև Ռադանի ափին։ Ինչի վրա բավինած էին այս ապմլերենցիները, որ որոշեցին չհնազանդել Օսմանյան գարշության հրահանգին։ Ինչ ունեին, բացի իրենց հինցած գյուղական զենքերեն, մուսալերան հետ իրենց տարեր ու գաբեն և ծանոթություն են և անշուշտ միջև գրագանի հասանելույթն են։ Ունեին հավատք։ Ոչ միայն հոգևոր հավատք Աստուծո հանդեպ։ Հիշենք, որ շատ աստվածավախ հայեր գոտորվեցան այդ դարիներուն, մինչև իրենց շունչին վերջը դարձած մնալով իրենց կրոնքին և հավատքին։ Մուսալերցիք ունեին նաև հավատք իրենց հանդեպ, իրենց կարողություններուն հանդեպ, նույնիսկ չափազանց անհավասար պայմաններում դակ։ Ունեին վստահություն իրենց արած քայլին հանդեպ։ Ունեին հույս, ճակատին կանգնած այդ մի քանի 100 մարտիկները չէին գրնար ամեն արդու պատերազմ մղել թուրքական Օսմանյան գարշության դեմ, եթե չունենային հույս, որ իրենց փնտրած ուղին բռնության կտանի։ Ունեին սեր և իրենց սեր իրենց արժանապատվության և հմանքին հանդեպ, սեր իրենց ինքնության հանդեպ, իրենց պատմության հանդեպ, իրենց յուրահատուկ հպարտության և խիզախության հանդեպ, և մանավանդ սեր իրենց ազատ մնալու և չստրկանալու համառության հանդեպ։ Եվ այդ բոլորին որպես արդյունք ունեին բայկարելու գամք, որ կնշանակե գիտակցապ ջանցած և ընդրած էին բայկարի արժանի իրենց արտարտադը։ Իսկ ինչ ուներ ֆրանսացի ծովագալը։ Ուներ մարդկություն, ուներ սկզբուն, ուներ մարդկային արժեքներ, ուներ քաջություն, զինվորական գարտապահությամբ թաքնված մարդը քաջությունը ունեցավ հանուն իր մարդկային սկզբունքներուն, բահմը մեկ կողմ տնել գարտապահության պահանջները։ Մուսալերան և Ֆրանսիայի համագործակցությունը վերջ չկտավ 1915-ին,
Ոնց անգարելի է չհիշել 1918-ի Արարայի ջագատամարտը եւ ֆրանսիական բանակին հրամանության ներքո գրվող հայկական լեգեոնը, որը մեծ ամասամբ հագացած էր մուսալերցի մարտիկներին։ Հայկական լեգեոնը ջագատական դեր խաղաց առաջին համաշխարհային պատերազմի ավարտին տեղի ունեցած Արարայի պատերազմին։